Փառքներդեհին եւ ազատություն ազնվագույն սասնածռերի։ Անընդհատ սասնածռերի ազատության համար բարձրաձայնելու եմ, որովհետեւ իսկապես Կրեմլի թրքաբոլշևիկյան ռեժիմի դեմ մեր նոր անկախ ժամանակաշրջանում առաջին զենք վերցնողները, ապստամբողները հենց սասնածռերն էին, Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ։ Եվ այսօր նրանք փագիտակ են, որովհետև հիշում եք, չէ՞, որ 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ այսպես արտախորհրդարանական ուժերի հետ Նիկոլը հանդիպում էր դեռ պատերազմի ընթացքում, պարոն Սեֆիլյանը մոտ 1500-անոց ձորագունդ կարելի ասել, հավաքել էր, հավաքագրել էր, մարդիկ գտել են, որ Ժիրար Սեֆիլյանի հրամանատարությամբ են ուզում գնալ կռվելու եւ այդ 1500-ականոց խմբին, ասենք, որպեսզի չտանես մսած ու անես, պարոն Սեֆիլյանը որպես փորձառու ռազմական եւ ուսուցող եւ մարտիկ եւ զորահրամանատար ինքը ուզում էր մի քանի օր վարժեցնել, նոր տանել մարտի դաշտ, որպեսզի ավելորդ կորուստներ մարտի դաշտում չտանք։ Այս դա ձգեցին եւ երբ որ հանդիպում եղավ արտախորհրդարանական ուժերի հետ, Վարուժան Ավետիսյանն էլ էր գնացել, դե պատերազմ էր, բնականաբար այդ ժամանակ որքան էլ չես ընդունում իշխանությանը, երկրի համար գնում ես եւ սկսում ես քննարկել երկրի ճակատագիրը, բայց ով գիտեր, որ այդ մարդու գլխի մեջ լրիվ ուրիշ բան է։ Ու մենք պատերազմի ավարտից հետո հասկացանք, թե ինչ էր ինքը Վարուժան Ավետիսյանին նման պատասխան տվել, երբ որ Վարուժան Ավետիսյանն ասել էր, ինչու՞ չէ քնարություն տալի, որ մենք այդ 1500-ին վարժեցնենք ու տանենք ճակատ։ Ինչ ասի լավ է։ Ասում է դուք որ գնաք այնտեղ պատժիչ գործողություններ կանեք։ Սա բոլորին հայտնի է այս պատասխանը։ Լրատվամիջոցներին էլ է հայտնի։ Այդ պահին բոլորիս մոտ հարց առաջացավ, բայց ինչ է խանգարում պատժիչ գործողություն անելը։ Այնտեղ ում ենք մենք պատժելու, որ քո սրտով չի, էլի, այսպես հարց էր առաջացել։ Նիկոլու, այդ ում պետք է պատժենք այնտեղ, որ քո սրտով չի։ Կամ թշնամուն պետք է պատժենք, ուրեմն կամ էլ դավաճաններին, ովքեր այնտեղ, չէ՞, զինվորի մեջ շարքերում մեր բանակի ծախել են, թողեք եկեք, չեն դիմադրելու, տալու են, իզուր եք կռվում, կամ նահանջի հրամաններով ժողովրդին հետ էին բերում, կամ կուտակում էին միտեղ թիրախավորում։ Սա տեսնելու էին, չէ՞, մարտի դաշտում եւ դրանց թաթերը կդրվելու էր այնտեղ։ Սա Նիկոլ Փաշինյանի պատասխանն է Վարուժան Ավետիսյանին։ Դե անցան տարիները եւ արդեն երբ որ տեսանք, որ սա իսկապես Թուրքիայի դրածո է, ոչ թե Կրեմլի, մենք մտածում ենք, որ սա Կրեմլի կողմից դրել են, որ ասենք Պուտինը հերթական, ասենք խաբկանք արեց, որ երկարացնի, ասենք իր ազդեցությունը Հայաստանի վրա, հիմա Նիկոլի միջոցով, բայց դու մի ասա, պայմանավորությունը ավելի մեծ է։ Մարդը պետք է Ուկրաինա մտներ, թուրքերին առնելու միջոց կար Արցախով։ Հետո ինքը ընկավ այդ թակարդը արդեն Հայաստանով է հատուցում։ Ինչևից է, այս պատմությունից տեղյակ եք, ես ինչի համար սա վերեցի, սարքեցի, հիշեցրեցի ձեզ բոլորիդ։ Սասնածռերից առաջ, Սարդարապատ, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան եւ հիմա ազգային ժողովրդավարական բևեռ, մենք միշտ եղել ենք քաղաքական թոհուբոհի մեջ, բայց մեզ մի բան չի հերիքել, ֆինանս, ժողովուրդ, իսկապես ֆինանսը չի հերիքել, այսօր էլ ֆինանսը չհերիքեց, որ մենք բացահայտեինք, որ, ասենք, Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, Նիկոլի հետ նստած հաշվում են ինչ-որ բան, այդ բուլետենները, հա, քվեաթերթիկները, ու ինչ-որ չեն կարողանում հələ պարզել, մի օր ասում են Նիկոլի ձայները պակասեց, մի օր ասում են Նիկոլի ձայներն ավելացավ, մի օր ասում են Նիկոլինը պակասեց,
Եթե մենք փող ունենայինք նորմալ, եւ այդ 2000 չգիտեմ քանի տեղամասում ունենայինք յուրաքանչյուր տեղամասում գոնե 1 վստահված անձ, ով կկարողանար վերջնական արդյունքների արձանագրությունը լուսանկարել, եւ մենք այդ 2000 տեղամասի թվերը որ ունենայինք, դա բոլորի թվերն է։ Ու այսօր հրապարակեր սասնածռերը, բևերը, մենք կհրապարակեինք, մենք գաղտնի չէինք պահի, որ անգամ այն կուսակցությունը, ով որ հնարավորություն չունեցել ամենտեղ, ինչպես մենք այսօր վստահված անձ ունենանք։ Մենք այսօր չգիտենք, կարող է տեղամաս կա, որտեղ մենք վստահված անձ չենք ունեցել, այդտեղ բևերը հաղթել է։ Ասենք 1000 ընտրողի արդյունքներով, ասենք 800-ը բևերն են ընտրել։ Բայց քանի որ մենք այնտեղ մարդ չենք ունեցել, որից մեկը չի նշել, եք չտեսանք Նիկոլը 0 ձենի դիմաց 700 քան է նկարել էին, որ իբր ԿՊ-ն 700 քանի ձեն է տարել, բայց հաշվել են տեսել են 0 է։ Եվ չի բացառվում, որ այդպիսի դեպքերում նաև բևերը այնպիսի թիվ հավաքի, որ անցողիկ ոչ միայն շեմը հաղթահարել, մի բան էլ ավել։ Ու ոչ միայն բևերը։ Հիմա հասկանում եք, այսինքն 2000 տեղամասում, եթե մենք յուրաքանչյուրս մեկ ասենք վստահված անձ ունենայինք, ու յուրաքանչյուրին գոնե պետք է մի $100, ասենք, այդ մարդուն փող տաս։ Դա արդեն $200,000 է անում։ Մենք հերոստամարաթոնի ժամանակ 70 քանի $1,000 փող հավաքվեց, որից 20 քանի հազարը թե 30,000-ը դա այդ տուրքն է, որ դու կարող ես մասնակցել ընտրություններին, փող ես վճարում։ Եթե 3%-ը կարծեմ չես հաղթահարում, նախկինում այդպես էր։ Այդ գումարը չեն վերադարձնում, մնում է այնտեղ։ Եթե հաղթահարում ես, վերադարձնում են, որքան գիտեմ։ Մեր դիմաց չգիտեմ, հələ պարզ չի ինչ են գրել, բայց ես համոզված եմ, որ մենք երկնիշ թվով խորհրդարանական ընտրություններում երկնիշ թվով ձայներ ենք հավաքել։ Ու ոչ միայն պատկերացնում եք։ Հիմա մեր ֆինանսը չի հերիքել։ Իսկ ասենք Սամվել Կարապետյանի, Ծառուկյան Գագիկի, Ռոբերտ Քոչյանի ֆինանսը հերիքել է։ Իրենք ամենտեղ ոչ թե մեկ, այլ մի քանի վստահված անձ են ունեցել, որոնք նույնիսկ իրար փոխել են։ Բայց ինչպես տեսնում եք, որից մեկը չի հրապարակում արդյունքները։ Կարող են իրենք 19 արդյունքներն էլ հրապարակեն եւ բոլորս անմիջապես դնենք հաշվենք գումարենք անենք, դա օրերի խնդիր չի, անկաս համակարգչի մի րոպեում քաշվի կտա քեզ։ Ես ասենք կես ժամում կարող եմ անել բոլորի համար։ Բոլոր նկարները արագ։ Եվ պարզ կլներ, այսօր որ նստել են հաշվում են, եւ պարզ կլներ արդեն։ Հասկանում եք, պարզ կլներ, մոտավոր պարզ կլներ, որ թիմերն են անցել խորհրդարան։ Արդյոք այս 4-ն են անցել, թե 10-ն են անցել։ Կամ արդյոք այս 4-ը, որ ասեն գրել են մեկը 50%, մեկը 25%, նրանք իրոք այդքան ձայն ունեն։ Հիմա որ Տաշիր Սամոն կամ Քոչարյանը կամ Ծառուկյանը իրենց արձանագրությունները չեն հրապարակում, շատ հնարավոր է, որ այնտեղ իրենք տեսնում են, որ իրենք էլ ասենք 15, 12, 8, 9, 10, հասկանում եք, Նիկոլն էլ է այդքան, իրենց այդ մեծ թվերը բաժանված է եղել, ասենք կարող այնտեղ բարձր որ բևերը, մյուսը, մեկը հայտնում են խորհրդարանում։ Եվ այնտեղ արդեն լուրջ պայքար կարող է ընթանալ։ Միգուցե դրա համար չեն հրապարակում, որտեղ իրականում այնտեղ կարող է պարզվի, որ իրենք ավելի շատ ոչ միայն Նիկոլն է քիչ ձայն հավաքել, այլ նաև իրենք էլ այդքան փող ռեսուրս ծախսելուց հետո։ Այս դրա համար չեն հաղորդում։ Այն որ ժամանակին ասում ենք սիրելի հանրություն, օգնեք փողով, որքան շատ հավաքվի, մենք այնքան շատ կարողանանք վերահսկել կամ զբաղվել։ Այդ մեր ընդհանրապես հավաքվել է 70, չգիտեմ քանի $1,000։ Ասում եմ դրա կեսը գնացել է այդ վարձը, որ պետք է տանք, որպեսզի թույլտվությունը ստանանք մասնակցելու, այն էլ այն տագի մնացած 30 կամ 40 հազարն էլ արդեն պատկերացրեք, ինչ կարող ենք դրանով անել։ Ասենք մենակ, ասենք դրանց 1 ժամ, չգիտեմ, մի հեռուստատեսությունում եթերով, ասենք գովազդային եթեր տանելը արդեն այդ 30-40 հազար $-ը գնանք կորի, դա դες մի լուրջ թիվ չի ընտրությունների համար, բայց մենք այդ 30 հազար $-ի մեջ դեն արդեն տվել ենք, տեղավորվել ենք, վառելիք, թուղթ, գրիչ, չգիտեմ, հեռուստատեսություն, մեր
այդ շրջիկ այդ խումբը նվիրյալներ են, ոչ մեկ ընդեղ աշխատավարձ չի ստացել, որից է մեկը չի ստացել։ Հիմա հասկանում եք, որ ասենք մեր ճակատագիրը թողել ենք թրքաբոլշևիկյան ուժերի, փողատերերի, այդ 4 միլիարդատերի ձեռին է, սիրելի անություն, քո քվեարկությունը, ասենք Նիկոլի, Տաշիրի, Ռոբերտի, մեկ էլ Դոդի ձեռքերում է հիմա։ Հաշվում են իրար մեջ։ Կարող է հաշվեն, բաժանեն, գցեն բռնեն, իրենք այնտեղ լավ տեսնում են իրենց ձայները։ Կարող է լավ տեսել են, որ իրենց ոչ միայն Նիկոլի թվերն է շատ ցածր, այլ նաև իրենցն է ցածր։ Եթե հրապարակեն, ասենք կարող է Բևերը մտնի խորհրդարան, Էմյուսը մտնի խորհրդարան, Էմյուսը մտնի խորհրդարան։ Բա Պուտինին ինչ են ասելու։ Կամ Հեյդարի Լակոտին ինչ են ասելու։ Իսկ ընտրություններից առաջ ասում էին ադրբեջանական, պրոադրբեջանական, Նիկոլինգը, բա ինչի եք գնացել հետը թվերը հաշվում։ Նիկոլի հետ դուք ինչու եք թիվ հաշվում, եթե ինքը ադրբեջանական ուժ է։ Ես ուզում եք ադրբեջանական ուժի հետ մեր ճակատագիրը կիսեք։ Դեռ ոչ մի հայ ցեղասպանության դեմ չի խոսել։ Եթե լռել են անգամ բոլշևիկ ղեկավարները Միկոյանից սկսած, որ գիտեն ցեղասպանություն է եղել, բոլշևիկները լռել են, ասենք արգելել են ցեղասպանությունից խոսել, բայց չեն հերքել։ Դու ասեմ ավելին, մեզ չեն մեղադրել։ Այս բիժվածքը ինքը բացառիկ հայ է, մեկ էլ իր թիմի մեջ դե բնական է, ինքը մենակ չի։ Որ կարող են ասել, դե էդի մենք սարքեցինք, որ էդի մենք փորձեցինք, սարքեցինք, շուտ մի բան ուզում էինք անենք, որ մենք Երևան որպես դժվար բան, մեզ հասկանում եք, չէ, ասենք մարդու գլխի մեջ չի տեղավորվում, չէ՞։ Կամ ասենք կանգնի իոկը թշնամու ասի, մեր երկրում բանը օտարներն ավելի շատ են եղել, քան մենք։ Հիմի է որ եկել ենք, ուզում եմ ասեմ, մենք այնքան մունդար ազգ ենք, որ մեր հետ չեն ապրել։ Բոլորին քշել ենք, մենք մնացել ենք դրա համար 90 քանի տոկոս ենք։ Ասենք դա իոկը թշնամու արտահայտություն է։ Չգիտեմ, էլի դες երկրորդ մարդը չկա։ Հասկանում եք։ Որ ասենք կանգնի ասի, բանը, դրանք գերիներ չեն։ Ինչ գերի, մոռացեք, գերի չունենք մենք։ Դրանք հանցագործներ են, դավաճաններ են, գնացել են հանձնվել են, կամ չգիտեմ ես ինչ են արել։ Կամ կանգնի ասի, մենք 1500, մենակ 1500 մարդ, Զիրար Սեֆիլյանը պետք է ճակատ մտցնի, թույլ չեն տալի, կանգնում ասում են, մենք դասալիկ ենք ունեցել։ Դասալիքը խոսում է դասալքությունից։ Հասկանում եք, մենք ասենց դեպք չի եղել։ Սա, ինչպես Զիրար Սեֆիլյանը ասում, երևույթ է, էլի, բացական առումով, էլի։ Սեփական ժողովրդին այդ կարգի ցեխը մտցնի ի օգուտ թշնամու, հա, այդ ցեղասպանության դեպքը, որ դա աններելի է, էլի, ասենք, ոնց կարելի է նման մարդու հետ գնալ, ինչ-որ թիվ ճշտել, էլի, Նարեկ ասում էր, բանը, էլի, թուրք է, ուղիղ ոնց որ ասես թուրք է, բանը, ադրբեջանահպատակ, պրոադրբեջանական քաղաքական թիմ է, այս ինչ թվեր եք հաշվում իր հետ, դու հիմա պետք է փողոցը մարդկանցով լցրած լինեիք, դուք կենտրության չպետք է մասնակցեիք, դուք պետք է փողոցով, եթե դուք իսկապես հայրենիք եք սիրում, պետություն եք սիրում, ոնց որ ժամանակին Նիկոլին հնարավորություն տվեցին 18 թվին գալու շոր մի բան փոխի իբր։ Մարտի 1 չեղավ էլի ինձ, ոնց որ 2008-ին եղավ։ Սա է, ժողովուրդ ջան, որ ասենք ասում ենք ժողովուրդ փողով օգնեք, ասում են էլի փող են ուզում, էլի փող են ուզում։ Հիմա տեսակ փողը որտեղ էր մեզ պետք գալու։ Այստեղ որ ամեն տեղամ ասում գոնե մի մարդ ունենայինք, այսօր մենք չենք նայի Տաշիր Սամոն, Դոդի, Գագոն, ասենք Քոջան, Ռոբերտն ու Նիկոլը ինչ են ընդեղ եփում իրար հետ։ Մենք մեր թիվը կունենայինք։ Այդ ինչ է նշանակում փողով օգնել ազգային ուժին։ Բայց եւ սա մի երևույթ է, ես համոզված եմ, որ այդ ովքեր հիմա այնտեղ այդ 4 միլիարդատերը, որ նստած թվերը բաժանում են, այդ 4-ն իրար հետ 50% չեն հավաքել։ Ես արդեն խիստ կասկածում եմ դրանց վրա։ Այդ 4-ն իրար հետ 50% չեն հավաքել։
Ես արդեն խիստ կասկածում եմ։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդի մեջ լուրջ մասսա կա, որ թուրքերին եւ ռուսներին չի ընդունում։ Իսկ դա հեղափոխության սկիզբն է։ Մեր գործունեությունը ընտրություններով չի սահմանափակվելու եւ չի կանգնելու, չեր էլ կանգնել, ոչ 18 թվից հետո, ոչ 21 թվից հետո, մենք միշտ գործել ենք ու գործելու ենք մինչև թրքաբոլշևիկներից ազատենք մեր երկիրը։ Պատրաստ եղեք։ Մնաք խաղաղությամբ։